Բարի գալուստ մեր ալիք։ Նախ խնդրեմ ասեք, ինչ հիմնական տեսլական եւ նպատակներ ունի Շահումյան հասարակական կազմակերպությունը։ Շնորհակալություն։ Մեր կազմակերպությունը համոզված է, որ երկրի առջև ծառարացած բազմաբնույթ եւ խորքային մարտահրավերները պահանջում են համազգային ներուժի համախմբում եւ պետական կառավարման վերանայում ու ամրապնդում։ Իսկ ինչն է այսօր Հայաստանի համար ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Ամենամեծ սպառնալիքը շարունակում է մնալ փանթուրքիզմի գաղափարախոսության ընդլայնման վտանգը։ Քաղաքական այս ուղղվածության նպատակն է խաթարել Հայաստանի գոյությունը եւ թուլացնել մեր պետականությունը։ Դիմագրավելու համար անհրաժեշտ է համազգային ներուժի մոբիլիզացիա եւ ռազմավարական պետական գաղափարի ամրապնդում։ Այս պայմաններում ինչպես եք պատկերացնում ձեր առաքելությունը։ Մեր առաքելությունն է որդեգրել այնպիսի քաղաքականություն, որը կուղղորդի Հայաստանին դեպի հնարավորինս ինքնուրույն երկիր դառնալը։ Կարճաժամկետ ծրագրով արձագանքում ենք հրատապ հարցերին։ Իսկ երկարաժամկետում ստեղծում տնտեսական եւ քաղաքական ամուր հիմքեր Հայաստանի անվտանգության եւ կայուն ֆաջանդը համար։ Կարող եք նշել ձեր ռազմավարական հիմնական խնդիրները։ Այո, մեր ռազմավարական խնդիրները հետևյալն են. 1. Հայաստանի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը ապահովել։ Կիրառել ժողովրդավարական տնտեսական համակարգ եւ հաստատել սոցիալական արդարություն։ Պաշտպանել կանանց բոլոր իրավունքները։ Մայրության եւ ծննդաբերության իրավունքները հղի կանանց բարեմպաստ ֆիզարցակուրդ ունենալու օրենքի ընդունումով։ Հզորացնել պետական ինստիտուտները, ապահովել դատական մարմնի անկախություն։ Բարձրացնել պետության դերը բանկային համակարգում իշահասարակ ժողովրդի, զարգացնել համահայկական մանկի գաղափարը, 2 անվտանգության հարցեր։ Համանակակից զինված ուժերի ձևավորում եւ պաշտպանության համակարգի ամրապնդում։ Պաշտպանության նախարարության բյուջեն պետք է համապատասխանի իրական պահանջներին։ Էներգետիկ անվտանգություն ձգտելով ինքնաբավության։ Մինչ այդ, ապահովել էժան գազ եւ ատոմակայանի անվտանգություն Հուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններով։ Բարենային անվտանգություն, օգտագործել բոլոր հողային ռեսուրսները, թույլ չտալ հողերի ոչ գյուղատնտեսական նպատակով օգտագործումը։ Զարգացնել ազգային արդյունաբերական կապիտալը եւ խրախուսել ազգային ներդրումները։ Մենք դեմ ենք Հայաստանը սպառողական երկիր դարձնելուն։ Ջրային անվտանգություն, ջրային ռեսուրսների պաշտպանություն եւ խելամիտ կառավարում։ Հողովրդագրական անվտանգություն, ապահովել բնակչության աճ, կանխել արտագաղթը եւ խրախուսել ներգաղթը։ 3. Սոցիալական արդարություն։ Պաշտպանել աշխատավորների, աշխատավարձ ստացողների եւ միջին խավի շահերը։ Հաստատել հավասար հնարավորություններ բոլորի համար։ Ապահովել բոլոր խավերի մատչելիությունը առողջապահական ծառայություններին։ Հատուկ հիվանդություններ ունեցողների այցելությունները, դեղորայքը եւ հետվիրահատական ծառայությունները պետք է լինեն անվճար։ Վերացնել ժամանակավոր պայմանագրային վարձակալությունը եւ պարտադիր դարձնել պաշտոնական պայմանագրերը, որպեսզի աշխատողները օգտվեն օրենքով սահմանված իրավունքներն։ Ապահովել ցածր տոկոսադրույքով վարկեր երիտասարդի ստեղծագործողների եւ ազգային արդյունեական համար։ 4. Պետության հզորացում կամ ինքնիշխան պետության կառուցում։ Ամրապնդել Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային ինքնուրույնությունը։ Վերականգնել գյուղնախարարությունը եւ Սփյուռքի նախարարությունը։ Օգտագործել Սփյուռքի ներուժը Հայաստանի բոլոր ոլորտներում։ Աջակցել Սփյուռքին մշակութային եւ այլ հարցերում։ Պահպանել ու զարգացնել ազգային արժեքները, համադրելով ժամանակակից աշխարհի հետ։ Իսկ ինչ եզրակացություն եք ուզում տալ ձեր տեսլականին։ Մեր նպատակն է համախումբել Հայաստանի քաղաքացիներին եւ Սփյուռքի հայրենիներին, կառուցելու հզոր, արդար եւ անվտանգ երկիր։ Մենք համոզված ենք, որ միայն միասնական, կազմակերպված եւ մեր ներուժը ճիշտ օգտագործելով պետությունը կարող է դիմակայել սպառնալիքներին եւ ապահովել արժանապատիվ ապագա։ Հաննո ինչպիսի կոչ կուզեիք անել մեր լսողներին։ Պատասխանող կոչ ենք անում համախմբել Հայաստանի բոլոր քաղաքացիներին եւ Սփյուռքի հայրենիներին, միասին կառուցելու արդար, անվտանգ եւ հզոր Հայաստան։ Միայն միասնականությամբ եւ ներուժի ճիշտ օգտագործմամբ մենք կարող ենք ապահովել հայ ժողովրդի արժանապատիվ ապագան։ Շնորհակալություն, որ լսեցիք։
Հետևեք մեր ալիքին տեղեկանալու մեր հիմնական տեսլականը եւ նպատակները մանրամասնության։